Ամենահետաքրքիր և լարված զարգացումները ծովաչքերի պատճառով սերիալում դեռ առջևում են։ Հեռուստադիտողները շարունակում են անբացատրելի հետաքրքրությամբ հետևել յուրաքանչյուր նոր սերիային։ Երկար սպասված պահը վերջապես մոտենում է, Արմանին ազատ է արձակվում, սակայն ազատությունը չի նշանակում հանգստություն, նրա ու Սարոյանի միջև դեռ չլուծված հարցեր կան։ Սարոյանը պահանջելու է բացատրություն, ինչու Արմանն իրեն չի հայտնել ճշմարտությունը հենց սկզբից։ Արմանը ստիպված է լինելու ամեն բան բացահայտել առանց արդարանալու, միայն ճշմարտությամբ։ Սակայն որքան էլ այդ խոսակցությունը ծանր լինի, այն նաև դառնում է վերածննդի պահ։ Սարոյանը հասկանալու է, որ Արմանը ոչ թե մեղավոր է, այլ իրավիճակի զոհ։ Հենց այդ պահին Գոռը վերադառնալու է Հայաստան։ Նա այլևս չի կարող մնալ հեռու ու թողնել, որ ուրիշը պատասխան տա իր արածի համար։ Գոռը տղամարդ է, ով իր սխալի դիմաց պատրաստ է կանգնել ու արդարությունը հաստատել։ Սակայն նա միայնակ չի, նրա վերադարձը սենսացիոն է ոչ միայն արդարության տեսանկյունից, այլ նաև իր կողքին հայտնված մարդու շնորհիվ, ում ներկայությունը մեծ անակնկալ է լինելու բոլորի համար։ Գոռի վերադարձը մեծ հարված է լինելու Դիանայի համար, նա գիտակցելու է, որ բոլոր խարդավանքներն ու խաղերը ի վերջո վեր են հանվելու։ Գոռը որոշելու է ամեն ինչ պատմել ոստիկանությանը, բացահայտելով, որ իր հարազատ քույրը Դիանան է կանգնած այս ողջ պատմության հիմքում։ Դիանան կանգնելու է իր կյանքի ամենախաղաղ ու վտանգավոր պահերից մեկի առաջ։ Նա կորցնելու է վերահսկողությունը, Գարիկը նրան սպառնալու է, Սարոյանն ուրիշ կերպ է իր հարցերը լուծելու, իսկ Գոռի ճշմարտությունը նրան միայնակ է թողնելու։ Այս բոլոր իրադարձությունների խորքում Ռեբեկան ընկղմված է ծանր հոգեկան ապրումների մեջ։ Նա կորցրել է վստահությունը կյանքի ու մարդկանց նկատմամբ։ Նրա գրած նամակը, որում նա բացահայտում է ճշմարտությունն ու հրաժեշտ է տալիս բոլորին, դառնալու է լուրջ ահազանգ նրա հարազատների համար։ Բարեբախտաբար Ռեբեկային ժամանակին հասցնում են փրկել, իսկ նրա կյանքում անսպասելիորեն հայտնվում է նոր մարդ, մի երիտասարդ, ով առաջին իսկ պահից կարողանում է մեղմացնել Ռեբեկայի հոգին։ Նրա ներկայությունը լույսի շող է դառնալու Ռեբեկայի մութ օրերում, մի մարդ, ով կօգնի նրան վերագտնել իրեն, հավատալ սիրուն և ապաքինվել։ Նոր հերոսի հայտնվելն արդեն գրավել է սերիալի երկրպագուների ուշադրությունը, մինչ այժմ պահվում է գաղտնի, թե ով է այդ դերասանը և ինչպիսին կլինի նրա կերպարը, բայց ակնհայտ է, որ այս հերոսը սերիալում նոր շունչ է ներմուծելու։ Հոգեբանական դրամա, սուր հակամարտություններ, լույսի և մթության պայքար, սերիալն այժմ իր ամենաբարձր կետին է հասնում։ Հատուկ սցենարային շրջադարձերը ցույց են տալիս, որ այս պատմության վերջը շատ հեռու է դեռ։ Հեռուստադիտողներին սպասվում է ոչ միայն նոր բացահայտումներ, այլ նաև սրտաճմլիկ մարդկային դրամաներով լի պահեր։ Գրեք ձեր կարծիքը, արդյոք Ռեբեկային նոր սերը կօգնի նրան դուրս գալ այս ամենից, իսկ Դիանան կստանա իր արժանի պատիժը։ Մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու դիտել մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք էլ ավելի են հետաքրքրացնելու ձեր օրը։ Տեսանյութի մեկնաբանություններ դաշտում էլ անպայման գրեք, թե ծովաչքերի պատճառով հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Ինչպես արդեն նշեցինք, վերջապես Ռեբեկան կարողացավ իր մեջ ուժ գտնել և մորը բացահայտել ողջ ճշմարտությունը ու հասկացավ, որ մայրը այն զոհերից մեկն է, ով իրադրության մեջ չի կարողացել կողմնորոշվել ու իր երեխաներին թև ու թիկունք լինել, բայց դա թուլությունից չէ, այլ ուժեղությունից։ Նա չի ցանկացել ցավ պատճառել իր երեխաներին ու նրանց հորից բաժանել կամ վատություն անել սեփական երեխաների հորը։ Ռեբեկան ցավ ունի սրտում, բնականաբար նա թեթևացավ մոր կողքին, մորը զգում է, որ իր դստեր հետ մի բան այն չէ և շտապ վերադառնում է տուն, որպեսզի Ռեբեկայի կողքին լինի։ Ռեբեկան արդեն գրել է նամակն ու թաքցրել դարակում։ Սակայն Ռեբեկային սպասվում են ծանր փորձություններ, նա որոշել է վերջ տալ իր կյանքին, բարեբախտաբար նա չի հասցնում այդ ծրագիրն իրագործել, հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ են դառնում, որ նրան հաջողվում է փրկել, բայց նրա հետ մեկտեղ հեռուստասերիալի դերասանական կազմին երիտասարդ դերասան է միանում, ով միանգամից փոխում է Ռեբեկայի կյանքը։ Արդյոք նա կարող է զբաղեցնել Վահեի տեղը Ռեբեկայի կյանքում, թե այլ կերպար է, կիմանաք շատ շուտով։
Հետևեք մեր ալիքին, որպեսզի բացահայտենք, թե ով է նոր դերասանը, գրեք ձեր կարծիքները, ցանկանում եք իմանալ, թե ով է դերասանը և ում է մարմնավորելու, արդյոք դրական, թե բացասական կերպարով է հանդես գալու նոր դերասանը։ Սառան էլ հիասթափված է գոռից և գնացել է ոստիկանություն, որպեսզի բացահայտի ողջ ճշմարտությունը, որպեսզի Արմանին ազատ արձակեն, չէ՞ որ հենց ինքն է այնտեղ գտնվել, երբ գոռը հարվածել է այդ տղային, ինչու են Արմանին ձերբակալել առանց Սառային հարցակ քննելու։ Իհարկե այստեղ Դիանայի մատը խառն է, սակայն ինչքան ազդեցություն կարող է ունենալ Դիանան այս քննչական գործողությունների վրա, բնականաբար երկար չի տևի, հատկապես Արմանի հայրն արդեն փնտրում է Դիանային և շատ շուտով դեմ առ դեմ կհանդիպի Դիանայի հետ, Դիանան այլևս այլ ելք չի ունենալու, քան բացահայտել ողջ ճշմարտությունն ու բացահայտվել հենց ինքը։ Մնացեք մեզ հետ ու բացահայտելու ենք ձեզ ամենահետաքրքիր գաղտնիքները շատ շուտով։